Նկարում եմ սերով, դիզայն եմ անում, իմուզալիսպես։ Սիրիահայ գործարարը ընտանեկան բիզնեսը Հալեպից Երևան է տեղափոխել։ Անդրանիկի պապը անցած դարի կեսին Հալեպում կոշկագործական ֆաբրիկա էր հիմնել, կտակել որդուն, հետո այլ այն թոռանը հասավ։ Բայց սիրիական պատերազմից փրկվելու համար Անդրանիկը տեղափոխվեց Երևան ու այստեղ հիմնեց կոշկի նորարտադրություն։ Թերսում արդեն հասկացել ենք, որ շատ դժվար է այսպիսի մի բան անել, որով մենք գնացել ենք Սիրիա, Ղազնից գնացել, տեսել ենք Եվրոպան ու ամեն ինչը։ Դրա համար որոշեցինք էսե մնալ Բայկարիլ, ինշալլա էսե մեր հայրենիքն է, մեկը ասենք թե մեզի չի կարա ասել օդարե կամ դուրս անել։ Անդրանիկը բիզնեսը հոր ու ընկերոջ Վիգենի հետ է առաջ տանում։ Աշխատատեղեր են ստեղծել եւ ընդամենը 2 տարում 2 մոդելի կոշիկից հասել են 100 մոդելի կոշկի արտադրության։ Ոճը նորաձև է, եվրոպական, որակը բարձր, հայկական, ավանդական։ Սեփական արտադրանքը հենց իրենք էլ վաճառում են։ Երևանի կենտրոնում խանութ են բացել, ունեն մշտական գնորդներ ու ոչ միայն Հայաստանում։ Այս արխերում փաթեթավորված կոշիկներն էլ մի քանի օրից կվաճառվեն Մոսկվայի խանութներում։ Մյուս խմբականակն էլ արտահանելու են Դուբայ։ Սա էլ դեպս երիտասարդական կենտրոններից մեկն է, որը այս ժայռամագլցման պատը, որ մոտավորապես 3 հարկ բարձրանում է։ Այս ճարտարապետական լուծումները միմիացից բաժանվում են ստորակետերով։ Իրանահայ երիտասարդը Երևանում բուհն ավարտելուց հետո տեղափոխվել էր Նյու Յորք, բայց ամերիկյան ափերում երկար չմնաց ու վերադարձավ Երևան։ Գիտելիքը ու փորձը այստեղ գործադրեց։ Մենք 3 հոգով ենք սկսել, 2 հատ կոմպյուտերով ու ընկերոջս տնից։ Մենք տենց ենք սկսել առանց ոչ մի ներդրումների, 0 ներդրում։ Մերուժանը ընկերոջ հետ ու հենց ընկերոջ Երևանյան բնակարանում սկսեց գործը։ Ձեռքը ձեռքի տված ժամանակակից ապրելավոճին ու ճաշակին հարիր շենքշինությունների ներքին ու արտաքին դիզայն էին մշակում։ Պատվերները շատացան, թիմը մեծացավ։ Կոշկագործական ֆաբրիկայի ղեկավար Անդրանիկը եւ ճարտարապետական արվեստանոցի պատասխանատու Մերուժանը Հայաստանի երիտասարդ գործատուների միության բարեկամներն են։ Մենք փորձում ենք ստեղծել մի հարթակ, որտեղ այո հայը հայի հետ կարող է ստեղծել բիզնես միջավայր, բիզնես միասին համագործակցել եւ համատեղ ձեռնարկություն ստեղծել եւ դա կարող է ունենալ հաջողություն։ Սրանք լոգոներն են, որոնք պետք է քվեարկությամբ հաստատվեն։ Եկեք նախնական հաստատենք որևէ տեսակ։ Հայաստանի երիտասարդ գործատուների միությունը ընտրում է այն նշանը, որը կդառնա Երևանում առաջին անգամ կազմակերպվելիք երիտասարդ գործարարների համահայկական ֆորումի խորհրդանիշը։ Նպատակն է ազգությամբ հայ երիտասարդ գործարարներին հավաքել տարբեր երկրներից, համախմբել եւ սա մեծ հնարավորություն է երիտասարդների համար, ովքեր զբաղվում են բիզնեսով, ծանոթանալ Հայաստանում բիզնես միջավայրին, ծանոթանալ Հայաստանում իրականացվող արդեն այն բարեփոխումներին, որոնք տրամադրվում են եւ արտահանման եւ ներդրումներ իրականացնելու համար, եւ ծանոթանալու նաեւ Հայաստանում արդեն հաջողություն ունեցած երիտասարդ գործարարների գործունեությանը։ Երիտասարդ գործարարների համահայկական ֆորումը անցկացվելու է հուլիսի 15-ից 22-ը։ Նպատակը Սփյուռքի, Հայաստանի ու Արցախի երիտասարդ գործարարների համար հարթակ դառնալն է։ Եթե դուք մինչև 40 տարեկան հայ երիտասարդ եք, զբաղվում եք գործարարությամբ, ցանկանում եք ծանոթանալ Հայաստանի բիզնես միջավայրին, ձեռք բերել նոր գործընկերներ, մշակել ու իրագործել համատեղ բիզնես նախագծեր, ապա երիտասարդ գործարարների համահայկական ֆորումը ձեզ համար է։ Ընդամենը պետք է գրանցվել երիտասարդ գործատուների միությունում։ Գրանցվել են տարբեր երկրներից՝ Ամերիկայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Իսրայելից, Իրանից, Աբու Դաբիից։ Հայաստանի երիտասարդ գործատուների միության թիմը ձեռքը զարկերակին է պահում։ Ինֆորմացիան թարմացնելով նրանք միմյանց են ներկայացնում ֆորումի բոլոր նորությունները։ Նպատակը հարմար կլինի, որպեսզի մենք մեր մասնակիցներին ցույց տանք նաև Հայաստանը մեկ այլ կողմից, մշակութային մասով։ Երիտասարդ գործարարների համահայկական ֆորումը յուրահատուկ հավաք է։ Սփյուռքից ժամանած երիտասարդները եւ նրանց մտերիմները կծանոթանան Հայաստանի ու Արցախի պատմական ու տեսարժան վայրերին, կայցելեն առաջատար ընկերություններ ու կպարզեն Հայաստանում բիզնեսի ստեղծման նրբությունները։ Լիլիթ Ասանյան, Միքայել Թումանյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։